գործերի նախարարության փրկարարծարայությունը համագործակցելով Արարատի մարզպետի աշխատակազմի, Վեդու համայնքապետարանի եւ այլ գործընկերների հետ հոկտեմբերի 14-ին Փոքր Վեդի համայնքում անցկացրել է համալիր ուսումնավարժություն։ Չնայած գործողությունները սցենարային էին, նպատակը իրական էր ամրապնդել արտակարգ իրավիճակներում համայնքի պատրաստվածությունը, կատարելագործել արձագանքման եւ վերականգնման կարողությունները։ Թեման Վեդի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն է համայնքի տարածք ամբողջ ուսումնավարժությունը երկու փուլից է բաղկացած։ Տեսականը արդեն իսկ ավարտվել է Վեդի համայնքապետարանում էր։ Հիմա գործնակապ փուլն է։ Ինչպես տեսնում եք, այստեղ կոնկրետ իրականացվում է երեխաների ընդունումը։ Մասնակցում էին փրկարարական ու վթարավերականգնողական ստորաբաժանումները պատրաստ սցենարային իրավիճակի անսպասելի զարգացման։ Տեղում էր նաև ինժեներական հատուկ տեխնիկան։ Տարհանման տեղամասում բնակիչները նախ գրանցվում էին, հաշվառում առաջնային կարիքները, այնուհետև ըստ անհրաժեշտության նրանց տրամադրվում էր հոգեբանական կամ բժշկական օգնություն, իրականացվում էին նաև կենսապահովման անհրաժեշտ գործողություններ։ Հոգեբանական օգնություն պարտադիր է տրամադրել ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին, որովհետև իրենց մոտ առաջացող առաջին ստրեսացին գործոնները հետագայում կարող են դառնալ ավելի խորքային հոգեբանական խնդիրների պատճառ, ինչպիսիք են տագնապը, վախը, ստրեսը։ Հոգեբանական աջակցության մասնագետները անհատական զրույցների միջոցով գնահատում էին մարդկանց հոգեվիճակը եւ տրամադրում խորհրդատվություն օգնելով հաղթահարել սթրեսն ու հուզական լարվածությունը։ Համակարգված աշխատանք են իրականացնում նաեւ Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության բաժնի աշխատակիցները։ Հայկական Կարմիր խաչն էլ միշտ աջակցել է եւ կողմնակից է նմանատիպ վարժանքներին, հատկապես հանրապետության համայնքներում եւ միշտ առաջի օգնության եւ արագ արձագանքման թիմերով ներկայ է լինում եւ ապահովում է առաջին օգնության եւ արձագանքման գործողությունները։ Ներքին գործերի նախարարությունը կարևորելով աղետներին դիմակայունության կարողությունների զարգացումն ու համայնք մասնավոր հատված համագործակցության ամրապնդումը կարևորում է տարբեր մարզերում նման միջոցառումների շարունակական իրականացումը։